Մեր ընտանիքում միշտ ասում էին. Արամի խոսքը տուֆ քարից էլ պինդ է։ Պապս, Արամ Սարգսյանը, այն մարդկանցից էր, որոնցից ավելորդ բառ ակցանով էլ չես քաշի։ Նա չէր սիրում երկար կենացներ, ատում էր բամբասանքները եւ երբեք չէր բողոքում։ Անգամ 90-ականներին, երբ ամբողջ երկիրը խավարի մեջ էր եւ մենք վառարանը վառում էինք հին գրքերով, նա լուռ փայտ էր ջարդում բակում, այնպիսի դեմքով կարծես ոչ թե ընտանիքի գոյատևման հարցն էր լուծում, այլ պետական կարևոր բանակցությունների էր մասնակցում։ Երբ նա մահացավ, Երևան թաղմանը եկան մարդիկ, որոնց մենք նույնիսկ չէինք ճանաչում։ Կային ծերունիներ Գյումրիից, ինչ-որ գործարարներ Մոսկվայից, նույնիսկ մի քահանա Լորվա հեռավոր գյուղից։ Բոլորը մոտենում էին դագաղին, համբուրում նրա սառը ճակատն ու շշնջում նույն բանը. «Շնորհակալ ենք, որ պահեցիր»։ Ես ու հայրս Լևոնը կանգնած էինք մի կողմում։ Հայրս լալիս էր, ես ոչ, ես բարկացած էի։ Բարկացած էի, որովհետև պապս գնաց այդպես էլ ինձ հետ սրտանց չխոսելով։ Մեր միջև միշտ ինչ-որ անտեսանելի պատ կար։ Նա սիրում էր ինձ, գիտեմ, նա վճարեց ուսմանս համար, նվիրեց իմ առաջին մեքենան, բայց նա երբեք ուղիղ աչքերիս մեջ չէր նայում։ Գիտեք, այդպիսի հայացք կա, մի փոքր կողք, կարծես քո միջով է նայում, կարծես քո ուսի հետևում ուրվականի է տեսնում։ Հոգեհացից հետո, երբ տունը վերջապես դատարկվեց եւ մնացին միայն կեղտոտ ամանների սարերն ու խունքի հոտը, տատիկս Գայանեն կանչեց ինձ։ Նա գունատ էր, փոքրամարմին, վշտից կարծես թափանցիկ դարձած։ Արթուր ջան, ասաց նա դողացող ձայնով, պապդ խնդրել էր սա փոխանցել քեզ, բայց միայն այն բանից հետո, երբ իրեն հողին կհանձնեն։ Նա մեկնեց ինձ մի բանալի, հին ժամանակից սևացած բանալի փոքրիկ պիտակով, որի վրա դանակով փորագրված էր ընդամենը մեկ բառ՝ նկուղ։ Մեր երևանյան տանը նկուղ չկար, որը փակվեր նման բանալիով։ Եվ հանկարծ ես հիշեցի. հին տունը Գյումրիում, այն տունը, որը պապս վերականգնել էր 1988-ի երկրաշարժից հետո, բայց որտեղ մենք գրեթե երբեք չէինք ապրել։ Այն փակ էր արդեն 20 տարի։ Ինչի՞ս է սա պետք, տատիկ, հարցրեցի ես։ Չգիտեմ, բալես։ Նա ասաց, Արթուրը կհասկանա։ Արթուրը պետք է իմանա, թե ում արյունն է կրում։ Այս նախադասությունը կարծես հոսանքահարեց ինձ։ Ում արյունը։ Մենք Սարգսյաններ ենք, հին հարգած տոմ։ Նախապապս ուսուցիչ էր, պապս շինարար։ Ինչ արյան մասին էր նա խոսում։ Հաջորդ օրը ես նստեցի մեքենան ու գնացի Գյումրի։ Ճանապարհը մոխրագույն էր, ինչպես իմ մտքերը։ Հայրս հրաժարվեց գալ ինձ հետ։ Հանգիստ թող մռյալներին, Արթուր, ասաց նա։ Պապը տարօրինակ մարդ էր, ով իմանա թե ինչ է այնտեղ պահել։ Գուցե հին պարտատոմսեր կամ առաջին սիրո նամակներ։ Բայց ես զգում էի, որ դրանք սիրային նամակներ չեն։ Գյումրու տունը ինձ դիմավորեց խոնավության ու փոշու հոտով։ Դա ամուր քանետուն էր հին թաղամասում։ Ես ներս մտա։ Կահույքը ծածկված էր սպիտակ սավեններով, ինչպես պատանգներով։ Անցա խոհանոց, մի կողմ քաշեցի ծանր կաղնեկի պահարան, մանկությունից հիշում էի, որ դրա հետևում փոքրիկ դուռ կար դեպի ցած։ Բանալին կատարյալ համապատասխանեց։ Կողպեկը բացվեց ծանր չոր ձայնով։ Ես իջա ներքև, լուսավորելով հեռախոսիս լապերով։ Դա պարզապես պահածոների նկուղ չէր, դա մի փոքրիկ աշխատասենյակ էր։ Սեղան, աթոռ եւ հին խորհրդային սեյֆ։ Սեյֆը բաց էր։ Ներսում ոչ փողի կապուծներ կային, ոչ էլ ոսկի։ Այնտեղ դրված էր հաստ տետր, կաշվե կազմով եւ մի հին սև ու սպիտակ լուսանկար, փաթաթված կտորի մեջ։ Ես վերցրեցի լուսանկարը։ Նկարում երկու տղամարդ էին, երիտասարդ, երջանիկ, նրանք գրկախառնված կանգնած էին կառուցվող շենքի ֆոնին։ Մեկին ես անմիջապես ճանաչեցի, իմ կապն էր Արամը, երիտասարդ, խիտ սև մեղեքերով։ Երկրորդին ես չէի ճանաչում, բայց նա ուներ իմ աչքերը, նույն կտրվածքը, նույն մի փոքր կախված կոպերը։ Ես բացեցի տետրը։ Պապիս ձեռագիրը կտրուկ էր, անկյունավոր։
Առաջին գրառումը թվագրված էր 1988 թվականի դեկտեմբերի 10-ով, Սպիտակի երկրաշարժից 3 օր անց։ Ես մեղք գործեցի Տեր, բայց եթե կարողանայի հետ գնալ, ես նորից նույնը կանեի։ Կների արդյոք ինձ Լևոնը, կների արդյոք ինձ Գայանեն։ Ես գողացա մի կյանք, որպեսզի նվիրեմ մեկ այլ կյանք։ Ես նստեցի փոշոտ աթոռին ու սկսեցի կարդալ։ Ամեն էջի հետ այն աշխարհը, որը ես գիտեի, փլուզվում էր այն շենքերի պես 88-ին։ Պատմությունը սկսվել էր իմ ծնվելուց շատ առաջ։ Պապս Արամը եւ լուսանկարի մյուս տղամարդը Վահեն պարզապես ընկերներ չէին։ Նրանք եղբայրների պես էին, թեև մրցակցում էին ամեն ինչում։ Վահեն տաղանդավոր ճարտարապետ էր, Արամը շինարարության ղեկավար։ Վահեն ընկերության ոգին էր, Արամը լուր ժայռը։ Բայց ամենակարևոր մրցակցությունը կնոջ պատճառով էր, իմ տատիկի, Գայանեի պատճառով։ Տետրում պապս գրել էր անկեղծ, առանց գունազարդման։ Նա ընտրեց ինձ, որովհետև ես ավելի վստահելի էի։ Բայց նա միշտ ծիծաղում էր Վահեի կատակների վրա։ Ես խանդում էի։ Օ, ինչպես էի ես խանդում։ Ես ատում էի նրա ծիծաղը, բայց սիրում էի նրան հարազատ եղբոր պես։ Վահեն ամուսնացավ ավելի ուշ, մի ուրիշ քաղաքից աղջկա հետ։ Երկուսն էլ որդի ունեցան նույն տարում։ Իմ հայրը, Լևոնը եւ Վահեի որդին, Դավիթը։ Իսկ հետո եկավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ը։ Առավոտյան ժամը 11:41 Պապս այդ պահին օբյեկտում էր, քաղաքից դուրս։ Նա ողջ մնաց։ Նա սլացավ դեպի քաղաք, որը վերածվել էր փոշու։ Նա վազում էր դեպի իր տուն, աղոթելով բոլոր սրբերին։ Նրա տունը մասամբ կանգուն էր մնացել։ Տատիկին Գայանեին հանել էին հարևանները։ Նա անգիտակից էր, ծանր վիճակում։ Նրան անմիջապես ուղղաթիռով տեղափոխել էին Երևան։ Բայց նրանց որդին, իմ հայրը, փոքրիկ Լևոնը, մանկապարտեզվում էր։ Պապս վազել էր դեպի մանկապարտեզ, այն ինչ նա տեսել էր այնտեղ, նկարագրել էր դողացող ձեռքով։ Այնտեղ մանկապարտեզ չկար, բետոնի սար էր։ Ես փորում էի ձեռքերով, ես պոկել էի եղունգներս, ես գոռում էի։ Նա գտել էր իր որդու խումբը, նա գտել էր մարմինը։ Տետրում գրված էր սարսափելին, ես ճանաչի նրան կոշիկներով, կարմիր կոշիկներ մեքենայի նկարով, որոնք ես բերել էի Մոսկվայից։ Իմ Լևոնը մեռած էր, իմ տոհմը ընդհատվեց։ Արամը նստած է եղել փլատակների վրա, սեղմելով իրեն որդու փոքրիկ մարմինը եւ ոռնացել է ցավից, շուրջ բոլորը դժոխք էր։ Եվ հանկարծ նա լսել է լացի ձայն, ցածր, խզված լաց մի քանի մետր այն կողմ ընկած սալաքարի տակից։ Նա դրել է իր մեռած որդուն գետնին եւ սկսել նորից փորել։ Բնաստիղտ։ Նա հանել է տղային, ողջ, կեղտոտ արյան մեջ, բայց ողջ։ Տղան նայել է իրեն ու շշնջաց. Արամ դյադյա։ Դա Դավիթն էր, Վահեի որդին։ Արամը գիտեր, որ Վահեի տունը հիմնահատակ փլուզվել էր։ Նա գիտեր, որ Վահեն եւ կինը զոհվել են։ Նրան այդ մասին արդեն ասել էին փրկարարները, ովքեր մաքրում էին նրանց թաղամասը։ Վահեի ամբողջ տոհմը զոհվել էր, մնացել միայն այս տղան։ Եվ այդ պահին քաոսի, մահվան ու փոշու մեջ իմ պապի գլխում ծնվել էր մի խելահեղ ծրագիր։ Մի ծրագիր, որը թելադրված էր անտանելի ցավով եւ պարտքի տարօրինակ աղավարված զգացմունքով։ Տատիկս Գայանեն վերակենդանացման բաժանմունքում էր։ Բժիշկները ասում էին, որ եթե նա իմանա որդու մահվան մասին, սիրտը չի դիմանա։ Նա ապրում էր միայն այդ հույսով, որ Լևոնը ողջ է։ Պապս Արամը նայել է մեռած Լևոնին, հետո ողջ Դավիթին։ Երեխաները նույն տարիքի էին, նման կազմվածքի։ Ցեխի ու արյան մեջ շոկային վիճակում նրանք բոլորն էլ նույն դեմքը ունեին։ Պապս գրել էր սարսափելին. Ես ճանաչի նրան կոշիկներով, կարմիր կոշիկներ մեքենայի նկարով,
որոնք ես բերել էի Մոսկվայից։ Իմ Լևոնը մեռած էր։ Իմ տոհմը ընդհատվեց։ Ես հանեցի իմ մեռած որդու կարմիր կոշիկները և հագցրեցի Դավիթին։ Ես փոխեցի նրանց բաճկոնները, ես թաղեցի իմ իսկական որդում ընդհանուր գերեզմանում, որովհետև չէի կարող թույլ տալ, որ Գայանեն տեսնի նրան այդ վիճակում։ Իսկ Դավիթին ես վերցրեցի գրկս ու ասացի. «Այսուհետ դու Լևոնն ես, հիշում ես, դու հարվածել ես գլխուդ, դու Լևոնն ես»։ Տղան այնպիսի խորը շոկի մեջ էր, որ կես տարի չէր խոսում։ Երբ նա սկսեց խոսել, նա իսկապես արձագանքում էր Լևոն անվանը։ Հոգեբանները ասում էին հետտրավմատիկ ամնեզիա, ուղեղի պաշտպանական ռեակցիա։ Երեխան մոռացել էր ծնողների մահվան սարսափը և ընդունել էր նոր իրականությունը, որը նրան պարտադրել էր կողքին մնացած միակ հարազատ մարդը՝ Արամ Դյադյան, որը դարձել էր պապա։ Տատիկս Գայանեն հիվանդանոցից վերադարձավ 3 ամիս անց։ Նա գրկեց տղային, լաց եղավ, համբերեց նրան։ Նկատեց արդյոք նա, որ տղան փոխվել է։ Իհարկե, բայց նա ամեն ինչ վերագրել ստրեսին, տրավմային, տարիքին։ Նա ուզում էր հավատալ, որ դա իր տունն է։ Եվ նա հավատաց։ Ես նստած էի նկուղում և ձեռքերս դողում էին։ Իմ հայրը Լևոն Արամի Սարգսյանը իրականում Դավիթ Վահեի Պետրոսյանն է։ Ես Սարգսյան չեմ։ Իմ մեջ չկա Արամ պապի արյունը։ Պապս ամբողջ կյանքում մեծացրել է իր լավագույն ընկերոջ և մրցակցի որդուն, թաքցնելով նրանից ճշմարտությունը։ Ահա թե ինչու նա չէր կարողանում նայել իմ աչքերի մեջ։ Նա իմ մեջ տեսնում էր Վահեին, այն նույն Վահեին, ով ծիծաղում էր նրանից բարձր, ում սիրում էին բոլորը։ Իմ հայրը ժառանգել էր ճարտարապետի տաղանդը, Վահեի գենետիկան, չնայած պապս փորձում էր նրանից շինարար սարքել։ Իմ աչքերը դրանք լուսանկարի այն տղամարդու աչքերն են։ Տետրի վերջում կար մի գրառում, արված բոլորովին վերջերս, ծերունու դողացող ձեռագրով։ Գայանեն մահացավ երջանիկ, իմանալով, որ տոհմը շարունակվում է։ Ես կրում եմ այս մեղքը միայնակ, բայց հիմա, երբ ես գնում եմ, դու, Արտուր, պետք է իմանաս։ Գյումրու տունը ձևակերպված է Դավիթ Պետրոսյանի անունով։ Դա քո հայրն է։ Վերադարձրու նրան իր անունը, եթե հարկ համարես, կամ այրիր այս տետրը, բայց իմացիր, ես սիրել եմ նրան հարազատի պես և քեզ եմ սիրել, գուցե ավելի շատ, որովհետև դուք այն ամենն եք, ինչ մնացել է իմ եղբայր Վահեից։ Ես փակեցի տետրը։ Գլուխս պտտվում էր, ստամոքսս կծկվել էր ցավից ու անարդարության զգացումից։ Ուզում էի գոռալ, ուզում էի վազել հորս ворդ ու պատմել ամեն ինչ, բայց հետո պատկերացրի հորս դեմքը, 50 տարեկան տղամարդ, ով հպարտանում է իր հորով, Արամով։ Ինչպես ասեմ նրան, որ իր ամբողջ կյանքը սուտ է, որ նա ապրում է մահացած տղայի անունով։ Ես հանեցի գրպանիցս կրակայրիչը, նայեցի տետրին, պատը գրել էր կամ այրիր։ Դա ամենահեշտ ճանապարհն էր, կրակը կմաքրի ամեն ինչ, կմնա միայն լեգենդը Արամ Սարգսյանի մասին։ Բոցը մոտեցրի թղթին, թուղթը սկսեց սևանալ, բայց ես չկարողացա, ես փչեցի կրակը, չէի կարող։ Դա ոչ միայն իմ պատմությունն էր, դա գողացված ճշմարտություն էր, որը պատկանում էր հորս։ Ես վերցրեցի տետրն ու լուսանկարը, դրեցի պայուսակիս մեջ ու դուրս եկա նկուղից։ Երբ հասա Երևան, արդեն ուշ գիշեր էր, տան լույսերը վառվում էին։ Հայրս նստած էր հյուրասենյակում, ձեռքին կոնյակի բաժակ։ Նա նայեց ինձ հոգնած աչքերով։ «Նու ինչ», հարցրեց նա, «ինչ գտար այդ անիծված նկուղում, պապի հին գործիքները»։ Ես կանգնած էի դռան մոտ, պայուսակը ծանրացել էր ուսիս, սիրտս խփում էր կոկորթումս։ Մի պահ ուզում էի ստել, ասել «Հա, պապ, հին գործիքներ էին», բայց ես նայեցի նրա դեմքին, Վահեի դեմքին։ Ես դանդաղ բացեցի պայուսակը, հանեցի տետրն ու դրեցի սեղանին նրա առջև։ «Ոչ, պապ», ասացի ես չորացած կոկորթով, ես գտա կարմիր կոշիկների պատմությունը։ Հորս ձեռքը դողաց։ Կոնյակի բաժակը սահաց մատների արանքից ու ընկավ հատակին, փշուր լինելով, բայց նա նույնիսկ չնայեց ներքև։ Նրա դեմքը միանգամից սպիտակեց, դարձավ կավի պես գունատ։ Նա նայեց տետրին, հետո դանդաղ բարձրացրավ հայացքը ինձ վրա։ Նրա աչքերում ոչ թե զարմանք էր, այլ սարսափ։ Դու կարդացիր, շշնջեց նա։ Այո, պատասխանեցի ես։ Ես գիտեմ, որ դու Դավիթն ես։
Ես գիտեմ, թե ով է Վահեն։ Հորս ծանր շունչ գաշպեց։ Կարծես օդը չէր հերիքում։ Նա անկավ բազմոցին, ձեռքերով ծածկեց դեմքը։ Ուրեմն նա գրել է, խուլ ձայնով ասաց հորս։ Նա խոստացել էր, որ երբեք չի գրի, բայց դու ամեն ինչ չգիտես, Արթուր։ Ես քարացա։ Ինչը չգիտեմ, պապ։ Այստեղ ամեն ինչ գրված է։ Երկրաշարժը, փոխված կոշիկները, հորս իջեցրեց ձեռքերը։ Նրա աչքերը լցված էին արցունքներով, բայց հայացքը սառն էր, շատ սառը։ Դա ճշմարտության միայն կեսն է, Արթուր։ Արամը չի փրկել ինձ փլաթակներից, Արթուր։ Երբ նա գտավ ինձ, ես մենակ չէի։ Նա ձեռքը մեկնեց դեպի տետր, բայց չբացեց այն։ Վահեն իմ իսկական հայրը չի մահացել երկրաշարժի ժամանակ, Արթուր։ Նա ողջ է, եւ նա 30 տարի է փնտրում է մեզ։ Սենյակում տիրեց մեռելային լռություն։ Իմ գլխում ամեն ինչ խառնվեց։ Պապս գրել էր, որ Վահեն մահացել է, բայց հորս գիտեր, նա գիտեր ամեն ինչ ու լռում էր։ Եթե նա ողջ է, ուրեմն որտեղ է նա, կակատեցի ես։ Հորս նայեց պատուհանին, դեպի մութ փողոցը։ Նա մոտիկ է, Արթուր, շատ մոտիկ։ Նա զանգել էր 3։ Նա գիտի, որ Արամը մահացել է, եւ նա գալիս է իր բաժին արյան հետևից։ Ես հասկացա, որ նկուղում գտած տետրը ոչ թե պատմության ավարտն էր, այլ սկիզբը մի շատ ավելի մեծ ու վտանգավոր խաղի։ Խաղ, որտեղ մենք բոլորս ընդամենը խաղաքարտեր էինք 2 ծերունուների ձեռքում, մեկը գերեզմանում, մյուսը ինչ-որտեղ խավարի մեջ։ Հեռախոսը զանգեց, անծանոթ համար։ Ես նայեցի հորս։ Նա գլխով արեց վերցրու։ Ես սեղմեցի կանաչ կոճակը։ Բարև, Արթուր։ Լսեցի մի ձայն, որը ջրի 2 կաթալի պես նման էր իմ ձայնին, բայց ավելի ծեր ու խրփոտ։ Կարծում եմ, ժամանակն է ծանոթանալու թորնիկ։ Ես պահել էի հեռախոսը ականջիս, զգալով, թե ինչպես է սառնությունը պատում ոսկորներս։ Խոսափողի ձայնը լռեց։ Ներս արի, բարձր ասաց հայրս, նայելով ոչ թե ինձ, այլ մուտքի դռանը։ Դուռը բաց է։ Դռան բռնակը դանդաղ պտտվեց։ Նախասենյակ մտավ մի ծերունի։ Նա հենվում էր ձեռնափայտին։ Նա նման չէր հրեշի կամ ուրվականի։ Հագին հին, բայց կոկիկ վերարկու էր։ Երբ նա բարձրացրեց գլուխը եւ ջահի լույսն ընկավ նրա դեմքին, ես ակամա ետ քաշվեցի։ Ես կարծես նայում էի իմ ծերությանը հայելու մեջ։ Նույն աչքերը, նույն քիթը, նույն ծնոտը, ինչ իմն է։ Դա Վահեն էր։ Նա մտավ սենյակ, ծանր կաղալով։ Նայեց հորս Լևոնին, ով նստած էր բազմոցին, կուչ եկած։ Բարև տղաս, ցածր ասաց Վահեն։ Հայրս չպատասխանեց։ Նա պարզապես ցույց տվեց դիմացի բազկաթոռը։ Վահեն նստեց։ Ձեռնափայտը դրեց ծնկներին եւ նրա հայացքն ընկավ սեղանին դրված Արամի տետրին։ Այնուամենայնիվ գրեց։ Տխուր քմծիծաղ տվեց Վահեն։ Համառեշ, մենք չէ որ պայմանավորվել էինք։ Ինչի մասին էիք պայմանավորվել։ Ձայնս դողում էր։ Նրա մասին, որ դու կվաճառես քո որդուն։ Վահեն կտրուկ շրջվեց դեպի ինձ։ Նրա աչքերում զայրույթ փայլեց։ Վաճառել, հարցրեց նա։ Դու ոչինչ չգիտես, տղա։ Նստիր եւ լսիր։ Եվ նա պատմեց ճշմարտությունը։ Ճշմարտություն, որն ավելի սարսափելի եւ ավելի վեհ էր, քան այն, ինչ գրել էր Արամ պապը։ Վահեն ողջ էր մնացել։ Նրան հանել էին երկրաշարժից 1 շաբաթ անց, երբ հույս արդեն չկար։ Նրա ողնաշարը կոտրված էր, ոտքերը ջարդուխուրդ եղած։ Նրան հատուկ չվերթով տեղափոխել էին Մոսկվա, հետո Գերմանիա։ Նա 2 ամիս կոմայի մեջ էր եղել։ Երբ ուշքի էր եկել եւ կարողացել խոսել, առաջին հերթին հարցրել էր որդու մասին։ Նրան ասել էին, որ բոլորը զոհվել են։ Նա ապրել էր այդ մտքով կես տարի։ Նա հաշմանդամի սայլակին գանված մարդ էր, առանց տան, առանց ընտանիքի, օտար երկրում։ Իսկ հետո նրան գտել էր Արամը։ Արամը թռել էր Գերմանիա։ Նա մտել էր Վահեի պալատ, ընկել ծնկներին ու լաց եղել։ Նա պատմել էր փոխանակման մասին։ Նրա մասին, որ Դավիթը ողջ է, բայց հիմա նա Լևոնն է։ Նրա մասին, որ Գայանեն Արամի կինը ողջ է միայն այդ տղայի շնորհիվ։ Արամն ինձ ընտրության հնարավորություն տվեց, ասաց Վահեն նայելով հորս։ Նա ասաց,
Ես կվերադարձնեմ որդուդ եղբայր, հենց հիմա, բայց ուր ես նրան տանելու։ Հաշմանդամների հանրակացանան, Գյումրու փլատակներ, տղան ունի մայր, որը նրան պաշտում է, նա ունի տուն, նա ունի ապագա։ Վահեն լռեց, տրորելով ծեր հոդակապերով մատները։ Ես նայում էի իմ անշարժ ոտքերին, գիտեի, որ ինձ սպասում են տարիներով վիրահատություններ։ Ես ոչինչ էի։ Իսկ Արամի մոտ դու արքայազն էիր։ Եվ ես գործարք կնքեցի Աստծո եւ Արամի հետ։ Ես ասացի, թող նա լինի քոնը, բայց մեկ պայմանով։ Դու նրան կդարձնես աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Իսկ ես կանհետանամ։ Բայց դու չանհետացար, ցածր ասաց հայրս։ Ոչ, ժպտաց Վահեն։ Ես հետևում էի։ Ես այն հերրավոր բարեկամն էի, ով ծննդյան տորերին գերմանական կոնստրուկտորներ էր ուղարկում։ Ես կանգնած էի ամբոխի մեջ, երբ դու ստարում էիր ճարտարապետի դիպլոմդ։ Ես տեսել եմ, թե ոնց ծնվեց Արթուրը։ Ես միշտ կողքիդ էի ստվերում։ Արամը պահեց իր խոսքը։ Նա քեզ մեծացրեց որպես արժանապատիվ տղամարդ։ Ես նայեցի հորս։ Նրա այտերով արցունքներ էին հոսում։ Ինչու էր լռում, պապ, հարցրի ես։ Դու ասացիր, որ գիտեիր։ Ես իմացա 10 տարի առաջ, պատասխանեց հայրս։ Ինձ պետք էր երիկամի վիրահատություն։ Գենետիկ տեստերը չհամընկան Արամի եւ Գայանեի տեստերի հետ։ Ես ստիպեցի Արամին խոսել, նա ամեն ինչ խոստովանեց, նա ուզում էր գնալ ոստիկանություն, հանձնվել։ Ես արգելեցի նրան։ Հայրս վեր կացավ եւ մոտեցավ Վահեին։ Ես արգելեցի, որովհետև ես ունեի 2 հայր։ Մեկը ով հանեց ինձ սալաքարի տակից եւ տվեց ինձ անուն, եւ երկրորդը, ով զոհաբերեց իր հայրությունը, որպիսի ես կարիք չտեսնեմ։ Ինչպես կարող էի ընտրել։ Ինչպես կարող էի կոտրել մորս սիրտը, ասելով նրան, որ ես իր որդին չեմ։ Սենյակում լռություն տիրեց։ Ծանր ճնշող լռություն, որի մեջ լսվում էր միևնույն արյունը կրող 3 տղամարդկանց շնչառությունը։ Վահեն ձեռքը տարավ վերարկուի ներքին գրպանը, ես լարվեցի, բայց նա հանեց ոչ թե զենք, այլ լուցկի հին, մաշված տուփ, բացեց այն, ներսում դրված էր փոքրիկ մետաղյան խաղալիք մեքենա, կարմիր, քերծվածքներով։ Սա այն բաճկոնի գրպանում էր այն օրը, երբ Արամը քեզ հագցրեց ուրիշի կոշիկները։ Սա միակ բանն է, որ ես վերցրեցի Արամից այն օրը Գերմանիայի հիվանդանոցում։ Ես պահել եմ սա 35 տարի։ Կարծում եմ, որ ժամանակն է վերադարձնել տիրոջը։ Նա մեկնեց մեքենան հորս, հայրս վերցրեց այն դողացող ձեռքով, նա սեղմեց այն բռունցքի մեջ, հպեց կրծքին եւ հանկարծ սկսեց լաց լինել, բարձր, հեկեկալով, ինչպես այն փոքրիկ տղան, ում հանել էին փլատակների տակից 88-ին։ 2 ծերունի, մեկը բազկաթողին, մյուսը բազմացողում, նստած էին լուռ։ Անցավ 1 տարի։ Մենք կանգնած ենք գերեզմանոցում։ Այսօր Արեմ պապի մահվան տարելիցն է։ Գերեզմանը խնամված է ծաղիկների մեջ։ Քարի վրա փորագրված է. Արամ Սարգսյան։ Մարդ, ով կառուցեց ոչ միայն տներ, այլև կյանքեր։ Կողքիս կանգնած է հայրս։ Նա դեռ Լևոն Սարգսյան է։ Մենք չփոխեցինք փաստաթղթերը։ Իմաստը որն է։ Թուղթը էությունը չի փոխում։ Իսկ մի փոքր այն կողմ, հենվելով ձեռնափայտին, կանգնած է Վահե պապը։ Նա հիմա մեզ հետ է ապրում։ Մենք վերակառուցեցինք մեր տան առաջին հարկը, որպիսի նրա համար հարմար լինի։ Տատիկի հարևանուհիները իհարկե փսփսում են։ Գուշակում թե ով է այդ ծերունին։ Մենք բոլորին ասում ենք. «Պապի եղբայրն է, վերադարձել է արտասահմանից»։ Եվ դա զուտ ճշմարտություն է։ Նրանք եղբայրներից ավելին էին։ Ես նայում եմ նրանց։ Հորս, ով գտավ իր հանգստությունը, Վահեին, ով գտավ ընտանիք իր կյանքի մայրամուտին, ես հասկացա գլխավորը. ճշմարտությունը չպետք է սպանի։ Ճշմարտությունը, որը Արամ պապը ուզում էր տանել գերեզման, կարող էր քանդել ամեն ինչ, բայց դրա փոխարեն այն ավելի ամրացրեց մեր տոհմը։ Ես գրպանիցս հանում եմ այն նույն կարմիր մեքենան։ Հիմա դա իմ թալիսմանն է։ Ձեռքս դնում եմ Արամի շիրմաքարին։ Հանգիստ քնիր, պապ,
շշնջում եմ ես։ Քո գաղտնիքը հուսալի ձեռքերում է։ Եվ գիտես, շնորհակալություն կարմիր կոշիկների համար։ Դրանք մեզ տուն բերեցին։